Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակից 1920-40-ական թվականներին Սփյուռքում հայապահպանության գործում եւ հասարակական քաղաքական կյանքում իր կարևոր դերակատարությունն է ունեցել։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայտնի Սփյուռքահայ քաղաքական գործիչ հրապարակախոս Արտակ Դարբինյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Արտակ Դարբինյանի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս Արտակ Դարբինյանը ծնվել է 1878 թվականի մարտի 1-ին Վանում։ 1893 թվականին ավարտել է Վանի Սուրբ Թարգմանչած վարժարանը։ Ընդգրկվել ազատագրական պայքարում։ Եղել է արմենական կազմակերպության անդամ։ 1894 թվականին Սալմաստում ուսուցիչ է աշխատել։ Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ զբաղվել զենքի տեղափոխմամբ։ Թուրքերի կողմից հեռակա դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Հեղափոխական գործունեության համար թուրքերի կողմից բազմիցս հետապնդվել է։ 1898 թվականին եւ 1904 թվականին բանտարկվել։ 1894-ից 99 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1905-ից 15 թվականներին եղել է Վարագավանքի դպրոցի տնօրեն։ 1915 թվականին Վանի ինքնապաշտպանության ժամանակ եղել է Արմենակ Եկարյանի աջակիցը եւ նահանգային վարչության դիվանապետ։ 1915 թվականին Թիֆլիսում եղել է վերահրատարակված Վան Տոսպ թերթի խմբագիր, որը 1919 թվականին շարունակել է Երևանում։ 1917 թվականին Երևանում ընտրվել է Արևմտահայերի առաջին համագումարի գործադիր մարմնի անդամ։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում զբաղվել արևմտահայ գաղթականների տեղավորմամբ։ 1919-ից 20 թվականներին Երևանում եղել է Հայաստանի ձայն թերթի խմբագիր։ 21 թվականից հետո գործել է Սփյուռքում, աջակցել խորհրդային Հայաստանին, որդեգրել է հայրենիքին հետ եւ հայրենիքին համար սկզբունքը։ 1922-ին որպես Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակ եկել է Երևան, հանդիպել Ալեքսանդր Մյասնիկյանին, բանակցել ներգաղթի եւ արևմտահայերի իրավունքների պաշտպանության շուրջ։ 1927-ից 34 թվականներին եղել ապագա թերթի խմբագիր։ 1946-ից 48 թվականներին Ֆրանսիահայերի ներգաղթի կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար գործիչներից էր։ Մահացել է 1950 թվականի փետրվարի 17-ին Փարիզում։ Հեղինակ է հայ ազատագրական շարժման օրերեն արժեքավոր հուշագրության։ Պարոն Սարգսյան, հայ քաղաքական կյանքում մասնավորապես Սփյուռքում որպես կանոն կուսակցական գործիչները անկախ նրանց կուսակցական պատկանելությունից հիմնականում բավարարվել են կամ բավարարվում էին զուտ իրենց կուսակցական կամ ներկուսակցական գործունեությամբ եւ այդ ընդհանուր համապատկերում գործիչների շատ քչերն են, որ իրենց գործունեություն ներառում էին նաեւ զուտ կուսակցականից, իրենց կուսակցականից զատ նաեւ հասարակական կամ ազգային կյանքի այլևայլ բնագավառներ։ Եվ իմ համոզմամբ այդպիսի նման գործիչներից է հենց Արտակ Դարբինյանը։ Այդ առումով ձեր գնահատականը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Իրավի Արտակ Դարբինյանը մեր այն փոքրաթիվ գործիչներից է, ով դեռ կուսակցական կյանքի արշալույսից որդեգրել էր մի քիչ հանդիպող սկզբունք չտարվել կուսակցամոլությամբ։ Գաղտնիք չէ, որ մեր հատկապես սփյուռքյան կյանքը հաճախ կուսակցամոլությունը դարձել է սկզբունք, հիվանդություն, հասել է նույնիսկ ես չեմ խոսապի բառ օգտագործելուց ցավագարության աշճանի, երբեմն ես օգտագործում եմ այդպիսի բառաձևեր, կուսակցամոլություն, կուսակցագարություն եւ այլն, բայց այս դեպքում մենք գործ ունենք շատ ավելի համեստ եւ չափի մեջ կուսակցական հասարակական գործչի, որն է Արտակ Դարբինյանը։ Իսկապես սա այն կուսակցական քաղաքական գործիչն էր, որը փորձեց զերծ մնալ հայոց պատմությունը կուսակցականացնելուց։ Գաղտնիք չէ, որ մինչև վերջին տարիները, մինչև մեր նորանկախ հանրապետության ստեղծումը, Սփյուռքում հայոց պատմություն որպես այդպիսին
Համընդհանուր ձևով կարծես թե չկար, այլ կային կուսակցության պատմություններով, կուսակցության պրիզմայով ձևավորված Համեմված հայոց պատմություն եւ յուրաքանչյուր կուսակցապատկան կրթական օջախներում դասավանդվում էր հայոց պատմություն, երբեմն իրարից շատ հեռու, այսպես պատկերներով։ Իսկապես Արտակ Դարբինյանն այն փոքրաթիվ կուսակցական գործիչներից էր, որը շարունակաբար փորձում էր մեկտեղել համազգայինը եւ պատահական չէ, որ մի շարք դրվագներում առիթը ներկայանալուց ես կասեմ, նա հանդես էր գալիս համախմբողի, կազմակերպողի եւ միջկուսակցական համերաշխության եւ այո, այդ տեսակ հանձնախմբեր ստեղծելու համագործակցություն ապահովելու համար։ Այսինքն նա եւ տեսական ոլորտում էր այդպիսին մտածողության, գաղափարախոսության ասպարեզում եւ գործնականում էլ մի քանի այսպես դեպքերում նա փորձում էր միջկուսակցական կառույց ստեղծել, որի առավատչյանները, որոնք իրենց քննությունը բռնում էին, թեկուզ հենց Վանի հերոսական մեծ դեպքի հերոսական պաշտպանության եւ բոլոր այն դեպքերում, երբ մենք փորձում ենք համախմբվել, անպայման արդյունքը ակնառու էր դառնում։ Շնորհակալություն։ Պարոն Ներսյան, Արտակ Դարբինյանը վանեցի էր եւ 15 տարեկանից, ինչպես ինքն է խոստովանում, աչքը բացել է, իր խոսքերը մեջբերեմ, աչքս բացել եմ դպրոցական հեղափոխական մթնոլորտում։ Այսինքն արմենական կազմակերպությանը կամ կուսակցությանը անդամակցել է եւ այդ տեսանկյունից Վանը շատ կարեւոր դերակատարություն է ունեցել մեր հայոց ազգային ազատագրական պայքարում, հենց սաղնավորման շրջանից սկսած։ Ընդհանրապես ցանկացած ազգային ազատագրական պայքարին նախորդում է այդ պայքարի գաղափարախոսությունը։ 19-րդ դարի վերջի ազատագրական պայքարը մենք հաշվում ենք 1885 թվականից սկսած, երբ որ տարբեր ուղղություններով այդ պայքարը արդեն սկզբնավորվեց, բայց դրանից առաջ արդեն Վանում թևածում էին ազատագրական պայքարի գաղափարներ, այնտեղ էին գործեր կրթամշակութային գործունեություն են ծավալել Խրիմյան հայրիկը, Մկրտիչ Պորտուգալյանը եւ բազում ուրիշներ, այսինքն Վանը համարվում էր մեր ազատագրական պայքարի օրաններից մեկը եւ հենց այդ օրանում աչք բացեց եւ իր մանկապատանեկական կյանքը ապրեց ուրեմն Արտակ Դարբինյանը։ Վանը ինչով էր յուրահատուկ։ Վանը յուրահատուկ էր իր ազատագրական պայքարի ուրեմն ռազմավարության եւ մարտավարության ավելի արդյունավետության ուրեմն հիմքով, այսինքն վանեցիները ավելի քիչ զգացմունքային էին, քան ասենք օրինակ մարտավարությունները, ավելի շատ գործնական սակայն։ Եվ այո, նրանք ավելի խոհեմ էին, ավելի զուսպ էին, իհարկե այդ խոհեմությունը եւ զսպությունը գալիս էր նաեւ նրանից, որ հայ առաջին քաղաքական կազմակերպությունը արմենական կուսակցությունը ձևավորվեց բուն արևմտյան Հայաստանում եւ բնականաբար նրա ուրեմն կազմավորողները լինելով վանեցիներ ավելի ռեալ պատկերացում ունեին ուրեմն Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի հետ կապված եւ դրանից ելնելով ավելի ռեալ ու իրապաշտ էին իրենց քաղաքական ծրագրերում։ Եվ դա վերաբերում է նաև մեր ազատագրական պայքարի այն գործիչներին, որոնք էլի արևմտահայ էին, բայց ասենք թե կուսակցական, դաշնակցական էին օրինակի համար կամ հնչակյան եւ պատահական չի, որ նրանց եւ բուն այդ կուսակցությունների, որոնք չէին ձևավորվել արևմտյան Հայաստանում, Թիֆլիսում եւ Ժնևում, այդ գործիչների նկատմամբ միշտ էլ ունեցել են տարակարծություններ։ Եվ այդ առումով պատահական է չի, որ հենց Վանում արմենական կազմակերպություն կուսակցությունը։ Ինչի համար էս ամբողջ է, որովհետեւ Արտակ Դարբինյանը լինելով վանեցի, ուրեմն հետո 1893 թվականին արմենական, այդ ամբողջ իր մեջ գրում էր, այդ զուսպ խոհեմ գործելակերպը նա իր մեջ գրում էր, եւ դա իր արտահայտությունը ունեցավ իր գործունեության վրա, որը կարելի է առանց չափազանցության պնդել, որ եղել է միշտ խոհեմ եւ իրապաշտ։ Իհարկե ինքը զգուշ քաղաքական գործիչ էր։ Զգուշ, այո, կոնֆլիկտներ չսիրող համեստ քաղաքական գործիչ եղել, բայց այնուամենայնիվ նա մեծ ավանդ ունի։ Ժողովրդն ասում գլուխը կախ իր գործը կատարել։ Նա մեծ ավանդ ունի ոչ միայն
արեմտայար ընդհանրապես հայ ազատագրական պայքարի եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստան առաջի պետականության արարման գործում։ Որպես լրացում ես մեկ նախադասությամբ ասեմ, որ արեմտայի կյանքում Պոլսից հետո իր կշռով բոլոր առումներով Վանը երկրորդն էր եւ բուն հայրենիքում առաջինն էր։ Իհարկե դրան նպաստում էին բուն հայրենիքում Պոլիսը դե իհարկե Հայաստանից դուրս եւ դրան իր հերթին բացի վանեցիների այդպես խելացի լինելու հանգամանքը շատ կարեւոր էր, որ Վանը վասպուրականը կամրջում էր ռուսական, պարսկական եւ օսմանյան կայսրությունները սահմանագծին էր եւ այդ շփումները անկասկած նաեւ իրենց ազդեցությունն ունեին։ Պարոն Սարգսյան, Դարբինյանը նաեւ իր որոշակի հետքն է թողել նաեւ որպես խմբագիր եւ հրապարակախոս։ Մի շարք թերթերի խմբագիր է եղել, որ նույն 15 թվականին Ցեղասպանության շրջանում, դրանից հետո արդեն 20-30-ական թվականներին, անկախության առաջնահատության տարիներին, Սփյուռքում գործած տարիներին եւ նույնպես ինչպես պարոն Ներսյանն ասաց, այդ խոհեմ, լրջմիտ եւ համեստ կեցվածքով նաեւ այդպիսին է հանդես եկել նաեւ որպես խմբագիր եւ հրապարակախոս։ Միանշանակ դուք ճիշտ եք, ինչու, որովհետեւ Արտակ Դարբինյանը արդեն ասվեց, որ ինքը համեստ էր։ Գիտեք, երբեմն լինում են քիմիական տարրեր, որոնք իրենք չեն այրվում, բայց շատ նպաստում են այրման գործընթացին։ Արտակ Դարբինյանին ես համեմատում եմ այդպիսի քիմիական տարրի հետ։ Նա երբեք չձգտեց լիդերը առաջինը լինելու։ Թեև նրա կուսակցության մեջ զբաղեցրած դիրքերը շատ խոսուն են, նա մի անընդհատ կուսակցության ղեկավար կազմի մեջ է եղել, գրեթե բոլոր падգամավորական ընդհանուր ժողովների падգամավոր է եղել եւ իհարկե նա նաեւ անխոհանջ լուր ու մունջ սուսուփուս իր գործներ անում նաեւ մամուլի ասպարեզում դեռ պատանեկան տարիներից նա տարբեր կեղծանուններով թղթակցում էր մեր մի շարք պարբերականների, ընդ որում նաեւ արևելահայ եւ իր հուշերում նա խոստովանում է, որ ես ստորագրում էի տարբեր կեղծանուններով, այդ պահին ինչ մտքովս անցնում էր։ Ինձ համար կարևոր չէր, որ իմանային հոդված եղինակ է, ով է կամ ինչ որ փառքի։ Կարևոր իր խոսքը ասելիքը տեղ հասցնելն է, ասելիքը ժողովրդին։ Իսկ այդպիսի թղթակցությունները ի վերջո հասունացան եւ 1915 թվականին, երբ արեմտահայությունը բավականին մեծ թվով կուտակվել էր Արևելյան Հայաստանում, կենտրոնատեղին Արևելայ հոգևոր կենտրոնում Թիֆլիսում, խնդիր առաջացավ եւ պարբերական հրատարակելու հրավիրեցին Արտակ Դարբինյանին, ինչու, որտեվ նա մինչ այդ արդեն երկու անգամ եղել էր պատասխանատու խմբագրի օգնականի դերում եւ սկսեց խմբագրել։ Ավելին առաջին մեր հանրապետության ընթացքում, երբ ռամկավարները որպես քաղաքական կուսակցություն ստեղծեցին իրենց պարբերականը ժողովրդի ձայն անվամբ, ոչ մի խնդիր չառաջացավ եւ խմբագրի հարցում բոլորն էլ միանշանակ մատնացույց արեցին, իսկ Արտակ Դարբինյանը առանց որևէ այսպես փառքի կամ դափնիների սպասելիքի սուսուփուս լուրումունջ իսկապես խմբագրում էր թերթը եւ փորձում էր այդ ես առիթ եղել է եւ այդ թերթի պահպանված գրեթե բոլոր համարներին ծանոթ եմ, դարձյալ նա փորձում էր այդ, գիտեք, առաջին հանրապետության շրջանը այսպես երուն կացայի է նման եւ քաղաքական այսպես ձգտումները երկար 600 տարվա ընդմիջումից հետո պետականություն էր ստեղծվել, երում էր Հայաստանը իր դժվարություններով, իր ուրեմն քաղաքական դրսի ներսի ազդեցություններով Արտակ Դարբինյանը փորձում էր ու կարծես թե նրան հաջողում էր էլի ուղիղ, հանգիստ, հանդարտաբարու ընթացքով առաջ տանել իր պարբերականի հրատարակությունը։ Ընդ որում այնտեղ կան նաև սուր հրապարակումներ, բայց այնպիսի նուրբ ու խելացի ձևով է մատուցում այդ մտքերը, որ ավելորդ ես օրինակ չեմ հանդիպել ասենք հոյդա կամ մեկ այլ կուսակցական պարբերականներում, որ սուր քննադատություն ուղղված լինի ժողովրդի ձայնի նկատմամբ կամ ընդհանրապես ժողովուրդը նրանք ունեցան նաև տեղական պարբերական Ալեկպոլում գաղտնիք չէ, որ այդ պարբերականը կրկնօրինակում էր դարձյալ Արտակ Դարբինյաններ
այդ պարբերականի ղեկին, այսպես ասած, եւ հետագայում էլ Արտակ Դարփինյանը այնքան վաստակ ուներ այդ ասպարեզում, որ նույնիսկ ֆրանսիահայ գրողները մեր նշանավոր կոհորտան, երբ գրողների միություններ ստեղծում եւ այլն փորձում են իրենց քաղաքական եւ հասարակական գործունեություն ծավալել, հրավիրալներից առաջինների թվում էր նաեւ Արտակ Դարփինյանը որպես մամուլի եւ գրականության երախտավոր։ Պարոն Ներսյան, Վանից արդեն խոսեցիք։ Արտակ Դարփինյանը 1905-ից 15 թվականը Վարագավանքի դպրոցի տնօրենն էր եւ արդեն նաեւ 15 թվականին Վանի ինքնապաշտպանության շրջանում ճիշտ է նա ռազմական կամ վարչական առումով ղեկավար կամ առավել աչքի ընկնող դերակատարություն, ինչպես ասենք Արամ Մանուկյանը կամ Արմենակ Եկայրյանը չկատարեց, բայց այդուհանդերձ կրկին իր համեստ եւ լրջմիտ կեցվածքով իր ծառայությունը մատուցեց ինքնապաշտպանական այդ գործունեությանը, ինքնապաշտպանությանը, մասնավորապես նա Վանի այդ ինքնապաշտպանության շրջանում նահանգային վարչության դիվանապետն էր։ Ընդհանրապես Արտակ Դարփինյանին չի կարելի գնահատել որպես մի քաղաքական գործչի, որի քաղաքական, եթե կարելի այդպես ասել, քաղաքական ջութակի առաջի լարը իր ձեռքում էր, էլի։ Նա որպես քաղաքական գործիչ միշտ գնացել է հետևից եւ դա կարելի է պայմանավորել նրա համեստությամբ, ոչ թե նրանով, որ նա խելք չուներ քաղաքական առումով թույլ էր, այլ պարզապես նա շատ համեստ էր եւ բայց իր համեստ լինելով հանդերձ նրա կարծիքը լսվում էր, նա միշտ կար ընդհանուր այդ քաղաքական մթնոլորտի մեջ եւ նա շատ մի կարեւոր ուրեմն հայեցակետ էր դրել իր գործունեության հիմքում, որ հայ ժողովրդի ազատագրության, ինչպես բազմիցս ասել եմ, տարբեր առիթներով այլ գործիչների հետ կապված եւ նաեւ ձեր այս սրահում ասել այդ մասին, որ հայ ժողովրդի ազատագրման ուրեմն միակ գրավականը սեփական ուժերին ապավինելու գաղափարն է։ Եվ այդ մասին նա ունի իր հուշերում բազմաթիվ ուրեմն ապացույցներ, նա ինքը այդ տվյալ տեսակետը զարգացնելով, ինքը նաև ապացույցները բերում, ես չէ, ուզում եմ ասել, որ այդ ժամանակահատվածում իսկապես նրա գործունեությունը Վանում ունեցել է արդյունավետ նշանակություն եւ նա լինելով գրչի մարդ, երբ որ ստեղծվեց մայիսի սկզբերին կամավորների մուտքով Վանը ազատագրվեց եւ ստեղծվեց Վանի նահանգը, ռուսները ստեղծեցին, որը 72 օրվա կյանք ունեցավ, նրան վստահվեց աստորեն հետ դեպի քարտուղարի նահանգապետարանի քարտուղարի պաշտոնը եւ 72 օր Արամ Մանուկյանի հետ մասնակցում էր աստորնակ պետության, կարելի ասել այդ Վանի նահանգը, ինչպես ժամանակակիցներն ասել, դա հայոց պետականության հիմքն էր, որովհետեւ նա ներկայիս Հայաստանից մի փոքր էր, ավելի իր տարածքով փոքր, դա այսինքն նա պետություն էր արարում եւ Արտակ Դարփինյանը նրա հետ էր ամփոփեմ Արտակ Դարփինյանը այն քաղաքական գործիչների ուրեմն փաղագի մեջ էր, որոնք աստիճանաբար մաս առ մաս, փուլ առ փուլ, ուրեմն գնում էին դեպի հայոց նոր պետականության արարմանը, հասկանալով, որ ինչպես Արամ Մանուկյանը հասկանալով, որ սուտ է, օրինակ մի փոքր հավելում անեմ, օրինակ նա հետաքրքիր ձևով է վերլուծում 1895 թվականի մայիսյան բարենորոգումները եւ այդ բարենորոգումների ցաղողման պատճառը ավելի շատ գծում է ոչ թե Աբդուլ Համիդի վրա, այլ Անգլիա եւ Ռուսաստանի միջև եղած քաղաքական հակասությամբ է դա պայմանավորվում եւ այստեղ ճշմարտություն կա եւ ընդհանրապես նա իրապաշտ է եղել, խոհեմ է եղել, չի կարելի ասում ինչ որ հերոսի մասին որ խոսում ենք, նա միշտ անթերի է ներկայացնում, իհարկե նա շատ հաճախ քննադատել է իր դաշնակցականներին էլ Խանասորի արշավանքի հետ կապված։ Եվ վերջերս պետք է արդեն ժամանակն է որպեսզի ընդունենք, որ հայոց ազգային ազատագրական պայքարը կամ շարժումը դա միայն զենքը ձեռքին կռվողները չեն եղել, նաև եղել են կազմակերպիչներ, հիմա թիկունքայիններ, խմբագիրներ, մտքի գործանողներ, գրչի գործանողներ։ Մեր ձեր առաջի հարցին որպես պատասխան ես ասացի, որ գաղափարախոսությունը ձևավորվում է պայքարից առաջ։ Զենքի մարտիկ հաճախ նրանք կարդալ չեն իմացել կամ հազիվ տարաճանաչ են եղել, օրինակ Աղբյուր Սերոփը,
Գևորգ Չավուշը, Անդրանիկը, այսինքն այս մարտիկ են, չէ՞, նրանց ուղղորդել այս գրագետ մարտիկ, գաղափարախոսությունը նրանք հաճախ լսել են, ոչ թե կարդացել։ Եվ լսել եւ սխալ կլինի որպեսի մտքի եւ հոգու գործիչներին թերագնահատեն եւ ստվերեն։ Ցավոք սրտի ոչ միշտ է որ խոհեմ գործիչներին են, էլի լսել, ինչպեսին է օրինակ Արտակ Դարբինյանը։ Իսկ մեկ փաստ որ գրեթե բոլորը կարող էին զենքի դիմել, բայց նրանցից շատ քչերը կարող էին գաղափարական դաշտում ասելիք ունենալ կամ փորձել կարողանալ այդ աշխատանքը կատարել։ Իհարկե։ Ինչպես որ ասենք կան քչերը, որոնք զենքի մարդ լինելով նաև եղել են գրչի մարդ։ Այդպիսիներն էլ կան։ Այո, կան դրանք քիչ այդպիսիները, են, փոքր դրանք քիչ են։ շատ։ Պարոն Սարգսյան, Արտակ Դարբինյանի գործունեությունը կարելի ասել առավել ակտիվացավ կամ առավել լայն շրջանակ ընդգրկեց արդեն Սփյուռքում 25 թվականից հետո եւ այդ տեսանկյունից խնդրում եմ ներկայացրեք նրա գործունեությունը եւ հատկապես Հայաստանի նկատմամբ ունեցած կեցվածքը դիրքորոշումը մասնավորապես նրա սկզբունքներից էր հայրենիքին հետ եւ հայրենիքին համար։ Եթե ոչ գլխավոր սկզբունքը։ Այո։ Ասեմ ձեզ, որ իսկապես այն քաղաքական ուժին, որը ներկայացնում էր Արտակ Դարբինյանը, իհարկե քաղաքական ուժը դա իր անհատական միայն անձնական կեցվածքը չէ։ Ոչ, պարզապես այստեղ անձով չէր միայն պայմանավորված։ Պարզապես սա այն դեպքն է, երբ անհատական է եւ այն քաղաքական ուժին, որի շահերն էր արտահայտում, լիովին համընկնում էին, ինչու, որովհետև գաղտնիք չէ նաև, որ հենց ինքը Արտակ Դարբինյանն էր այդ քաղաքական ուժի տեսաբաններից մեկը, որը շատ ակնհայտ։ Իդեպ ասեմ ձեզ, Արտակ Դարբինյանն այն քաղաքական գործիչն էր, որի հուշերը այսպես կարծես թե միակն են։ Եթե դիտարկել լինենք Արմենակ Եկարյանի կամ Տամատյանի հուշերը, ուրիշը չունենք, որի հետ կարողանանք համեմատել։ Եվ այստեղ մի առիթով ռազմավար գործիչների շրջանում, այո, դաշնակցական գործիչներ հուշեր անհամեմատ ավելի շատ են, բայց ռազմավար կամ գործիչների շրջանում չկա։ Եվ հուշագիրներ շատ ունեն, եւ տեսաբաններ, վերլուծողներ շատ ունեն, բայց ռազմավարների պարագայում դերևս արմենականներից նրանք գործում են հետեւյալ սկզբունքով. թշնամուն քիչ փաստ նյութ տալու այսպես մտայնությամբ նրանք խուսափում էին գրավոր։ Նույնիսկ ծրագիրը 5-6 օրինակ էր գրավոր տանում կարդում էին ու անմիջապես ոչ չասում էին, որտեղ նրանք տեղաբնիկ էին, գիտեին այդ պայմանները, գիտեին որ թշնամին թուրքն է, իսկ թուրքը հաղթելու դեպքում ոչ չասում է։ Այդ իմանալը նաև 20-30-40-ական թվականին Խորհրդային Հայաստանի նկատմամբ Սփյուռքում, երբ առաջացավ Սփյուռքը եւ Սփյուռքի ամենադժվար պահն էր հայրենիքում էլ գիտեք սով էր, հիվանդություններ, տարափոխիկ եւ այլն, այդ դժվար պահին էլ այդ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն էր Արտակ Դարբինյանը, իսկապես կանգնեց հայրենիքի կողքին, նրանք հետեւյալ սկզբունքը որդեգրեցին, չընդունելով երկրի տվյալ պահի իշխանավորների, այսինքն բոլշևիկների քաղաքական, այո, քաղաքական գաղափարախոսությունը, գործելաձևերը եւ այլն չընդունելով հանդերձ, նրանք համարում էին Հայաստանի Հանրապետությունը հայության միակ հայրենիքը եւ այն կորիզը, այն բջիջը, որի շուրջ պիտի աստիճանաբար այսինքն հայրենիքին աջակցել անկախ հայրենիքում տիրող ռեժիմից անկախ ռեժիմից, քաղաքական ռեժիմից, երբեմն նույնիսկ ոչ միայն չկիսելով, այլ հակադարձելով նրանց գործելաձևերը, հատկապես գիտենք բոլշևիկյան սկզբում շատ կտրուկ էին հալածանքներ եւ այլն, բայց նրանք կանգնեցին հայրենիքի կողքին եւ յուրաքանչյուր ցենտ, կոպեկ, հա, ստեղծում էին ու փորձում էին սատար կանգնել դժվար կացության մեջ գտնվող հայրենիքին։ Եվ հայտնի նաև օթա նավերի հայտնի պատմությունը, որը քաղաքական փոփոխությունների արդյունքում լիովին չիրականացավ, նրանք 20 ինքնաթիռ էին գնել, փորձում էին նվիրել Հայաստանի Հանրապետությանը, բայց ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը զոհվեց քաղաքական, հա, ռուս, թուրքական, այդպես սալի եւ մուրճի արանքում եւ այդ ծրագիրը իրականություն չդարձավ։ Նրանք իդեպ ասեմ, հենց ինքը Արտակ Դարբինյանը ոչ միայն մինչև Սփյուռքում, դեռևս առաջին հանրապետության տարիներին Հյուսիսային Կովկաս, Ռոստով եւ այդ շրջանակներում ինքը կարողանում էր հանգանակություններ կազմակերպել, որտեղ այդտեղի հայությունը փոքրինչ
ավելի լավ կացության մեջ էին նյութական եւ այդտեղից իսկ հետագայում հիմնական դոնորը գաղտնիք չէ ոչ մեկից համար դարձան Միացյալ Նահանգների ու Ամերիկահայությունը կազմակերպում էին եւ այսպես երբեմն բավականին լուրջ պատկառելի գումարներ էին հասցնում Հայաստան նյութեղեն կամ գումարային ձևերով եւ դա այն դեպքում պիտի կարողանան գնահատել այդ պատմականությունը չմոռանալով հանդերձ այն դեպքում երբ Սփյուռքում շատ անչափ շատ խնդիրներ կային մերկությունը ծածկելու, կեցության, ի վերջո դպրոց կառուցելու, եկեղեցի Սակայն հայրենիքին աջակից լինելը ամենից կարևորն էր եւ Այո, նրանք համարում էին, որ հայության միակ հայրենիքը եւ սկիզբը հայրենիքն է եւ դա այն կորիզը պիտի լինի, որի շուրջը պիտի հետագայում մեծանա այդ շարավեղը, որը պատմությունն էլ եկավ ապացուցելու, որ իսկապես նրանք ճիշտ էին։ Պարոն Ներսյան, արդեն խոսք գնաց Արտակ Դարբինյանի գրական վերջին երախայրիկը նրա հուշերն էր հայազատագրական շարժման օրերին։ Այս արժեքավոր հուշագրությունը խնդրում եմ ընդհանուր գծերով ներկայացրեք։ Դե ընդհանրապես Արտակ Դարբինյանի այդ հայազատագրական շարժման օրերին հուշագրությունը 19-րդ դարի վերջի 20-ի սկզբի մեր ազատագրական պայքարի հայոց պետականության վերաբերյալ կարևորագույն սկզբնաղբյուրն է։ Կարճ ասեմ, որ ընդհանրապես երբ խոսքը վերաբերում է հուշերին, հուշերը դրանք համարվում են երկրորդական կարգի սկզբնաղբյուրներ, բայց ես ուզում եմ շեշտել, եւ սա կարևոր է առհասարակ, որ ընդհանրապես ցանկացած հուշեր, որոնք դրանք պատմագիտական աշխատություններ չեն, դրանք ունեն պատմագիտական արժեք, որովհետև այդ հուշերում երբեմն երևում են պատմագիտական հայեցակարգի նշանակություն ունեցող ձևակերպումներ եւ Արտակ վերլուծություններ նկարագրում, հետո իր եզրակացություններն է անում եւ Արտակ Դարբինյանի եզրակացությունները հայազատագրական պայքարի այս կամ այն դրվագի առավել արդյունավետության վերաբերյալ, ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի հետ դառն օկուպալ իրադարձությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության տիրող իրավիճակի հետ կապված մեծ տերությունների հայոց հարցի նկատմամբ որդեգրած քաղաքականության հետ կապված ունեն իսկապես արդիական հնչողություն եւ չափազանց կարեւոր է նաեւ այսօրվա համար։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ հրապարակախոս Արտակ Դարբինյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։